Շնորհակալություն, պարոն Ջանջուազյան, դուք զեկույցում նշում եք, որ կան պետական կառույցներ, որոնք ֆինանսական հաշվետվություններ չեն ներկայացնում, այսինքն խախտում են ֆինանսական կարգապահությունը։ Իսկ ինչպես հասկանալ, երբ որ այդ կառույցները կարող են պաշտոնավարել խախտելով օրենքը։ Չէ՞ որ եթե մենք ֆինանսական հաշվետվություն չենք ներկայացնում, դիսբալանս ենք առաջացնում ընդհանուր պետական համակարգի նկատմամբ մեր վերահսկողության առաքելությունը։ Այսինքն այստեղ խնդիր կա եւ այդ խնդիրը կարծում եմ, որ օրենսդրորեն պետք է լուծվի։ Դուք ինչ կարծիք եք։ Միգուցե մենք որպես օրենսդիրներ միասին աշխատենք եւ համապատասխան օրենսդրությամբ արգելենք այս առատը, որ երամսյակային ֆինանսական հաշվետվությունները չեն ներկայացնում, դրանով իսկ խաթարում են տնտեսական զարգացման ընթացքի մասին մեր ճիշտ տեղեկացվածությունը։ Խնդրում եմ ձեր կարծիքը փոխանցեք հանրությանը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Ենթադրում եմ, որ ինձ այդքան էլ լավ չի հաջողվել ամբողջ բովանդակությունը փոխանցել արձանագրման։ Պարոն Բագրատյան, խոսքը վերաբերում է այն մասին, որ հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման օրենսդրությամբ սահմանված ֆինանսական հաշվետվություններ պետական մարմիններին վերապահված հիմնական գործունեության ոլորտների շրջանակում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված չեն պատրաստվում, բայց խոսքը չի վերաբերում բյուջետային հաշվետվություններին, ճիշտ հակառակը բյուջետային հաշվետվությունները սահմանված կարգով, սահմանված ժամկետներում, սահմանված ծավալով ներկայացվում են, շրջանառվում են, խոսքը տվյալ դեպքում առաջարկը վերաբերում է նրան, որ ամբողջ ծավալով դառնա հրապարակային, ոչ միայն այն մասը, որը օրենքով սահմանված է որպես հաշվետվության, ֆինանսական հաշվետվության եղանակ։ Այսօր մենք ունենք օրենքով սահմանված ներկայացման ենթակա ֆինանսական հաշվետվություններ, որոնք բացահայտում են դրամարկղային ծախսը, որքան համոզված եմ, որ հիշում եք, բյուջետային համակարգի մասին օրենքով սահմանված է, որ տվյալ տարվա փաստացի դրամարկղային ծախսը ճշտված ծրագրի նկատմամբ, ինչպես նաև նախորդ տարվա փաստացի ցուցանիշի նկատմամբ։ Սա է ըստ էության գործող օրենքով սահմանված պահանջը այդ հաշվետվության նկատմամբ։ Առաջարկն այն է, որ բացի դրանից նաև ներկայացվեն այն ցուցանիշները, որոնք ըստ էության առկա են, որովհետև հակառակ դեպքում առանց այդ հաշվեգրման սկզբունքով որոշակի կանոններին համապատասխան հաշվապահություն, հաշվառում վարելու եւ հաշվետվություններում արտացոլելու մենք բյուջետային պատկերը չենք կարող ունենալ։ Մինչդեռ մենք ունենում ենք եւ տեսնում ենք օրինակ որքան է փաստացի ծախսը կազմել որևէ ծրագրի միջոցառման շրջանակում, տվյալ դեպքում նկատի ունենալով ոչ թե կատարված վճարումը, այլ հենց իրական փաստացի ծախսը, այսինքն տեղի ունեցած իրադարձությունը։ Խոսքը վերաբերում է դրա մասին եւ առաջարկն այն է, որ համալրվի օրենքում այդ կազմը եւ բացի դրամարկղային ծախսին վերաբերող տվյալների ներկայացման պահանջից սահմանվի նաեւ այն հաստատքների, այն հաշվետվությունների ներկայացման պահանջ, որոնք ըստ էության առկա են, սա որպես աստիճանական անցման ճանապարհ, իսկ հաջորդ վերջնական նպատակը այն է, որ օրենքով ըստ էության սահմանված է եւ ենթադրվում է, որ Հայաստանի Հանրապետությանը պատկանող բոլոր ակտիվների վիճակի եւ որոշակի ժամանակահատվածի ընթացքում դրանց ձևավորած արդյունքի վերաբերյալ տվյալները պիտի արտացոլվեն ֆինանսական հաշվետվություններում եւ դուք ընդհանրացվեն եւ դուք հնարավորություն ունենաք դատողություն անել ամբողջի վերաբերյալ եւ ոչ միայն դուք, այլ նաեւ քաղաքականության միջոցառումներ մշակողները, հենց որոշումներ կայացնողները եւ իրականացնողները, որպեսզի խզում չառաջանա հայտարարված քաղաքական նպատակի եւ դրա համար նախատեսված միջոցառման միջև, որպեսզի հասկանալի լինի, որ այս միջոցառման իրականացմամբ մենք կմոտենանք այդ հայտարարված նպատակների իրականացմանը։ Խնդիրը սրան էր վերաբերում, շնորհակալ եմ։ Արձագանք։ Շնորհակալություն, պարոն Ջանջուազյան։ Դուք նշեցիք, որ առնվազն դեբիտորական եւ կրեդիտորական պարտքերի վերաբերյալ տեղեկությունները առնվազն երամսյակային իմաստով տեսանելի չէ։ Շատ կարեւոր է, որ տեսանելի լինեն։ Ինչ իմաստով, որովհետեւ հնարավոր է, որ որևէ մի մրցույթի արդյունքում շինարարական որևէ կազմակերպության մեծ կանխավճար է արվել, աշխատանքները չեն կատարվել եւ մենք չենք կարող վերահսկել եւ ասել հարգելիս, ինչու եք այդ ծավալի կանխավճար վճարել եւ արդյունքում մենք կասկածի տակ ունենք, ողջամիտ կասկածներ ունենք, որ այդտեղ կարող են նաեւ կոռուպցիոն որոշակի ռիսկեր գեներացվել։ Այս իմաստով ես պնդում եմ եւ կրկնում եմ ձեր ասածը, որ դա խիստ անհրաժեշտ է, որպեսզի ամբողջական ծավալով հաշվետվության մեջ ներկայացված լինի բոլոր պահանջվող այն տվյալները, որոնք անհրաժեշտ են եւ հանրությանը, եւ մեզ, եւ նաեւ ինչու՞ չէ իրավապահ համակարգին։ Շնորհակալություն։
Շնորհակալ եմ, դուք դրսևորեցիք ըստ էության հաշվեկնողին բնորոշ մասնագիտական կասկածամտություն, բայց բոլոր դեպքերում բացի այդ ձեր նկարագրած իրավիճակը եւ այդպիսի ռիսկերը կառավարելուց, զուտ նաեւ այն տեսանկյունից, որպեսզի հնարավոր լինի վերադառնալով էլի այն մտքին, որ այդ քաղաքականության միջոցառումները հասցեական լինեն, այսինքն մեզ հաջողվի օրինակ նույնականացնել հանրային ծառայության համարանիշով, թե ինչպիսի ծառայություններ է ստանում այս կամ այն քաղաքացին, ենթադրենք ընտանեկան նպաստ, կենսաթոշակ եւ բժշկական ծառայությունից օգտվել, հնարավոր է նաև կրթական որոշակի ծրագրերի շրջանակում պետական բյուջեից շահառու լինել, բայց այդ բոլորի վերաբերյալ, եթե այսօր մի պահ փորձենք տեղեկատվություն կուտակել, դա նախ կլինի միանվագ, երկրորդը դրա մեջ սխալի հավանականությունը շատ մեծ կլինի, որտեղ այս տեղեկատվությունը հաշվապահական հաշվառման կրկնակի գրանցումների եւ հաշվեգրման սկզբունքով գործող հաշվապահության մեջ չի կուտակվում։ Սա է մեր առաջարկի տրամաբանությունը, որպեսզի մեզ հաջողվի ի վերջո ունենալ այդ ֆինանսական հաշվետվությունները եւ դիզագրեգացված տվյալներ։ Շնորհակալություն։